Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Դուք գիտեք, որ մենք Elroom-ում որպես կանոն փորձում ենք գտնել կանանց, ովքեր կարողանում են հավատալ իրենք եւ հավատացնել իրենց շրջապատող մարդկանց ու աշխարհին, որ աշխարհում անհնարին ոչինչ չկա։ Լինում են դեպքեր, երբ սրա համար ընդհանրապես պետք է տեղեկատվություն։ Լինում են դեպքեր, երբ մարդիկ իրենց ներսում եղած անսահման էներգիայով իրականում աշխարհում շատ բան կարող են դարձնել հնարավոր։ Եվ այս հենց կանանց մեջ կան այնպիսիներ, ովքեր իրենց ճանապարհի մասին խոսելով իսկապես աշխարհում շատերի համար շատ դռներ բացում են։ Մեզ թվում է, որ ինչ-որ ժամանակ, ինչ-որ հատուկ գիտություն, երկար տրեյնինգներ են պետք, որպեսզի մարդը հասկանա, որ իսկապես կյանքը հրաշալի է, այնինչ կան մարդիկ, ում հետ զրուցելով դու հասկանում ես, որ եթե դու գտնում ես այն ճանապարհը, որը քոնն է, եթե դու գտնում ես ներդաշնակություն քո ապրածի, մասնագիտության, տեսակի միջև, այս դեպքում իսկապես աշխարհում շատ բան ավելի հնարավոր է դառնում եւ դու ամեն օր կարողանում ես հասկանալ, որ իսկապես կյանքը հրաշալի է։ Գիտեք, որ մենք առիթ ունենում ենք զրուցելու հետաքրքիր ու տարբերվող կանանց հետ աշխարհի տարբեր անկյուններում, բայց լինում է դեպքեր, երբ մենք հնարավորություն ենք ունենում հասկանալ, որ հրաշալի, հմայիչ, գեղեցիկ, շատ մեղմ եւ իր տեսակով առանձնացող հայուհի հազարավոր կիլոմետր Հայաստանից հեռու կարողանում է իսկապես ներդաշնակության այնպիսի պատկերներ ստեղծել, որն աշխարհի որևէ անկյունում, որոնց նայելիս դու հասկանում ես, որ իսկապես ամենակարևորը քո հոգու ներսում ինքդ քեզ հետ ներդաշնակ լինելն է։ Առաջին մասնագիտությամբ երաժիշտ, երկրորդ մասնագիտությամբ իրավագետ, ընդ որում բոլոր ուղղություններով նաև այսպես պրոֆեսիոնալ ու սիրով զբաղվելուց հետո մեր պրոֆեսիոնալ հյուրը այնուհետև սկսել է զբաղվել գույների հետաքրքիր անսահման հետաքրքիր ու խորը աշխարհով։ Պատկերացնում եք, հնարավոր է նայել նկարին ու հասկանալ ինչ կա շերտերի ետևում եւ հասկանալ ինչ կա քո հոգու ներսում։ Սիրով այս պահին նաև ձեր անունից ուզում եմ Elroom-ում ողջունել նկարչուհի Նազ Թորոյանին, ով մեզ հետ այսպես հեռավար կապի մեջ է, շատ սիրելի, շատ հետաքրքիր մի երկրից Կանադայից։ Նազ, ես իրականում շատ ուրախ եմ, որ առիթ ունեցա ծանոթանալ ձեզ, որովհետև ձեր աշխատանքները տեսնելուց հետո ես հասկացա, որ իսկապես դժվար չէ կյանքում երջանիկ լինելը։ Ողջույն Լիլիթ ջան, նմանապես ես ինքս շատ ուրախ եմ այս հնարավորության համար։ Նշեմ, որ տեսակով փնտրող եւ հետաքրքրասեր մարդ եմ։ Երաժշտական ուղղությունը ինձ համար առաջնային է եղել, քանի որ ծնողներս մեր կրթության կարևորագույն ոլորտում առանձնահատուկ տեղ են հատկացրել հատկապես երաժշտական կրթությանը եւ երաժշտական դպրոց հաճախելուց հետո ինձ հետաքրքիր էր օպերային արվեստը, դասական երաժշտության մեծ սիրահար էի եւ ինչու՞ չէ գնացի այդ ճանապարհով, գերազանցությամբ ավարտեցի ուսումնարանը եւ հասկացա, որ դեռ էլի պիտի փնտրեմ իմ միսիան։ Իրավագիտության մասով կարող եմ ասել, որ դպրոցում շատ զարմանալիորեն միաձայն ընտրվեցի աշակերտական խորհրդի նախագահ եւ ակտիվ զբաղվում է երեխաների իրավունքների, հիմնականում խախտված իրավունքների պաշտպանությամբ եւ միտք հասունացա, որ ինչու՞ չէ կարելի է նաև երկրորդ մասնագիտություն, որպես ընտրել իրավագիտությունը եւ ավելի պրոֆեսիոնալ կերպով պաշտպանել մարդու իրավունքները։ Եվ արդեն ուսանողական տարիներին ինձ հնարավորություն ընձեռվեց աշխատել ամերիկյան փրկենք երեխաներին Save the Children կազմակերպությունում, որպես ծրագրային համակարգող իրականացրեցինք մոնիտորինգներ, սեմինարներ, երեխաներին իրազեկելով իրենց իրավունքների եւ ազատությունների մասին, որպեսզի զերծ մնան բոլոր տեսակի բռնություններից եւ նույնիսկ եթե բռնությունների են ենթարկվում, ինչ պատկան մարմինների կարող են դիմել եւ պաշտպանել իրենց իրավունքները եւ ազատությունները։
Նաս, շատ հետաքրքիր է, որ դուք օպերային արվեստ, Ռոմանուս Մելիքյանի անվան ուսումնարանն եք ավարտել, օպերային արվեստ, հետո իրավագիտություն, բայց հետաքրքիր է, որ յուրաքանչյուր ուղղությամբ զբաղվել եք այսպես շատ մեծ սիրով, շատ պատասխանատվությամբ, այսինքն սիրելով ու հասկանալով, որ դուք այստեղ շատ մեծ անելիք ունեք։ Ես գիտեմ, որ իրավագիտության հետ կապված նաև գիտական ուղղությունն է ձեզ հետաքրքրել, գիտական հոդվածներ եք հեղինակել։ Յուրաքանչյուր գիտություն ուսումնասիրելիս բացահայտում էի, որ ինձ ավելի հաճելի եւ հետաքրքիր է թեորիայի հատվածը։ Այսինքն, եթե մնայի իրավագիտության ոլորտում, հաստատ կդասախոսեի։ Թեորիան քեզ տալիս է նորարարություն ստեղծելու եւ գիտությունը առաջ տանելու ձգտում, որը ինձ միշտ հետաքրքրել է, պրակտիկ մասը ոչ այնքան, երևի թե այդ իսկ պատճառով իրավագիտությունում որոշակի ձեռքբերումներից հետո ես դեռ փնտրում եմ եւ ներքին ձայնս ինձ ասում էր, որ դեռ չես անցել քո միսիային։ Շատ լավ է, որ հաջողում ես, բայց առջևում նոր հորիզոններ են։ Ներքին ձայնը ես հասկանում եմ, որ նաև նկարչության, գեղանկարի ոլորտ է ձեզ տարել։ Գեղանկարչությունը եղել է, կա եւ կլինի մեծագույն տարերքը։ Ես նկարում եմ մանկուց եւ քերիս Արշակ Ազարյանը արվեստագետ, քանդակագործ, բանաստեղծ միշտ շեշտում էր պստիկ, դու ունես բացառիկ նկարչական տաղանդ եւ պիտի շատ կարեւոր ես։ Սակայն ներքին ձայնս ինձ ասում էր, որ երբեք չընտրես նկարչությունը որպես մասնագիտություն։ Դա մի աշխարհ է, որ արդեն հասուն տարիքում պիտի ինքնուրույն բացահայտես քո գույներով եւ բերես քո զգացողությունները, էմոցիաները սպիտակ կտավի վրա ու ցույց դնես աշխարհին։ Երբեք չեք մտածել սա մասնագիտություն դարձնելու մասին, նաս։ Գիտեք, յուրաքանչյուր ոլորտին, երբ որ մասնագիտության տեսանկյունից ես նայում, կան սահմաններ։ Օրենքներ, որոնց պիտի հետևես, իսկ գեղանկարչության մեջ կա անսահմանություն։ Այդ անսահմանության ձգտումը որևէ օրենքի նման ներկեր խառնելով իրար, որ մասնագետներ ասում են հնարավոր չի յուղաներ, գուաշ, ակրիլ միաձուլել եւ նկար ստանալ, հնարավոր չի, ներկերը տուժելու են, ասում ոչ, չեն տուժելու, որովհետեւ ես ունեմ այն ռիսկը փորձելու եւ երբ փորձում ես, կարծես աստվածային մի ուժ քեզ ուղղորդում է, արա ու հավատա քեզ, երբ հավատում ես, ամեն բան հնարավոր է։ Նաս նաև ձեր ձևակերպումն էր այդ շերտերը, բայց իրականում, երբ նույնիսկ այսպես կադրով, մենք հիմա որոշ նկարներ տեսնում ենք, երբ նույնիսկ կադրով տեսնում ես, դու այդ շերտերը նուրբ կարծես, այսպես վարագույրից այն կողմ դեռ ինչ-որ բան փորձում ես կտավի մեջ տեսնել։ Սա երևում է, հետաքրքիր է, որ դուք զգում եք այն, ինչ նկարում եք, ինչ հանձնում եք կտավին եւ հետո կարողանում եք նաև մեկնաբանել, այսինքն բառերով ներկայացնել այն հրաշքը, որը բերում է քո ներսին մեծ ներդաշնակություն։ Լիլի ջան, սիրով եմ մոտենում եւ այն զգացողությունները, որոնք նկարելիս ապրում եմ։ Մեծ Թումանյանը իր քարյակներից մեկում հրաշալի ձևակերպել է, ասելով իսկ ով կտա այն վայելքը, ինքս ինձ էլ չզգայի ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի։ Այն նկարելու process-ում կա մի ոլորտ, որտեղ կա տիեզերական բարձրագույն էներգետիկ հոսք, դու ամբողջի մեջ, ամբողջը քո մեջ միաձուլվում եք եւ դու ինքդ մոռանում ես քո ֆիզիկական գոյության մասին։ Եվ այդ դիխոտոմիկ գիշեր-ցերեկ աշխարհը դադարում է գոյություն ունենալ։ Դու տեղափոխվում ես մի ոլորտ միայն լույսի տիրույթ։ Եվ այդ լույսը դու անզոր ես, ես արվեստի ծառա լինելով, այդ լույսը ապրելով չեմ կարող չվերարտադրել կտավի վրա։ Ուղղակի դա մի զորավոր էներգիա է, որը պարտավոր եմ հանձնել կտավին։ Նոս, բայց ինչպես է հնարավոր լինում, այսա ձեր զգացողություններն են,
շատ ամբողջական ու այսպես շատ դիպուկ նաև նկարագրեցիք, ինչ եք զգում, բայց ձեր կտավի առանձնահատկությունը ձեր գործերի այն է, որ դուք հնարավորություն եք տալիս նաև դիմացինին, ինչ որ մարդու օրինակ ես այսպես համացանցում տեսնելով կադրով ուղակի նայում եմ եւ այդ նույն զգացողությունն ունենում եմ, այսինքն ինքը կտավը Նասթորոյանի կտավները այսպես ձեր ձեռքից բռնելու ու դեպի այդ երանելի միջավայրը տանելու կարողություն ունեն։ Սա իսկապես գերբնական մի բան է, բայց դուք սկսել եք նկարել, այսինքն միշտ նկարել եք, բայց ավելի շատ դրանով զբաղվել եք արդեն Կանադայում հաստատվելուց հետո։ Կանադա տեղափոխվելուց հետո ավելի շատ ժամանակ, կարծես իդեալական պայմաններ ստեղծվեցին, որպեսզի նվիրվեմ արվեստից։ Ընկերներս, ընտանիքս մնացին Հայաստանում, կարոտը շատ մենակ է այստեղ, բայց այդ մենությունը բերեց ինձ դեպի ամենահրաշալին, դեպի գեղարվեստը։ Բայց այդ որոշումն ունեցաք, հրաշալի ընտանիք կազմեցիք, 2015-ին մեկնել եք Կանադա, փաստորեն ամուսնության այս նպատակով։ Նման մի խոսք կա, ասում են, սիրածը տեակի հետևից աշխարհի ծայրներ կհասնես։ Հիմա այս բարես բուն իմաստով հասա աշխարհի ծայրը։ Շատ երջանիկ եմ, գոհ եմ, սիրված եմ, ունեմ հրաշալի ամուսին։ Գիտեք, ամուսինը շատ է ինձ ներշնչել, երբ որ տեղափոխվեցի սկզբում Կանադա, մտածում էի, պիտի մի տեղից սկսեմ, ես պիտի անպայման նկարեմ, եւ ամուսինս ասեց, դու ներկերի եւ կտավի խնդիր չես ունենալու։ Ուղղակի սկսի արարել եւ նա ինքը ինձ միշտ ոգեշնչել է։ Միշտ առաջին քննադատն է եղել նկարներից եւ միշտ հիանում է իմ տաղանդով եւ դա ինձ համար որպես կին, որպես մայր շատ մեծ երջանկություն եւ ձեռքբերում է։ Առաջին անգամ նկարելը, եթե ձեր մորեղբայրն է, փաստորեն Մոլբերտը բերել, հետո արդեն ոգևորել է ամուսինը, երկրորդ փուլը։ Այո, իմ կյանքում կարևոր տղամարդիկ, այո։ Այո, հրաշալի է իսկապես, բայց այս ընթացքում արդեն շատ կարճ ժամանակ Կանադայում հաստատվելուց հետո հնարավորություն եք ունեցել նաև ցուցադրություններ, ցուցահանդեսներ ունենալ, նաև Հայաստանում, փաստորեն առաջինը Հայաստանում բարեգործական ցուցահանդեսի եք մասնակցել 2017-ին։ Ամեն դեպքում առաջինը պատասխանատվությունը մեծ է լինում։ Ինչ զգացիք, երբ հասկացաք, որ այն մեծ էներգիան, որ դուք դրել եք կտավի մեջ, ուղիղ հասնում է մարդկանց սրտին։ Միշտ առաջինը շատ բարդ է։ Այո։ Եվ երբ առաջին անգամ տեսա նկարները ցուցադրված, ես հասկացա, որ արժանացել եմ։ Ուղի անցնելով, անքուն գիշերներով, ձեռագիր փնտրելով, արժանացել եմ այդ ցուցադրությանը, եւ երբ մարդիկ մոտենում էին ու ասում, ինչպիսի մեծ խաղաղություն եւ երանություն կա, որը փոխանցվում է մեզ ձեր կտավներից, անասելի, անպատմելի զգացողություններ եմ ունեցել, հպարտություն, սեր։ Գիտեք, նկարելով էլ ավելի մարդասեր դարձա։ Քանի որ իրավագիտության մեջ միշտ կա չարը եւ բարին, եւ դու զգում ես, որ իհարկե միշտ բարու կողմն ես, բայց արվեստում տիրում է միայն բարին։ Բացառում ես չարի գոյությունը եւ դրանում է մեր ուժը։ Իսկ այսա չի խանգարում առհասարակ մարդկանց, այս մարդկանց մոլորակում ապրելու, թե օգնում է այս ուժը, երբ կարողանում ես ամեն ինչի մեջ այդ բարությունը գտնել։ Կարող եմ ասել, երբ զգում ես, որ չես ձուլվում աշխարհին, իսկ դա ես իմ կյանքի 38 տարիների ընթացքում ամեն օր համոզվում եմ, քեզ մնում է մի բան, ստեղծել քո աշխարհը եւ մարդկանց հրավիրել այդ աշխարհ, ուր տիրում է այն լույսը, երանությունը, գույները, որը քոնն են։ Նազ, այդ քո գույները շատ լավ նշեցիր, որը քոնն են։ Քո գույները շատերի համար իսկապես սիրելի, ջերմ ու տաքուկ միջավայր են ապահովում եւ նաեւ կարողանում են իրենց համար կարծես ինչ-որ դուռ բացել։ Ում վրա է ըստ ձեզ ամենամեծ տպավորությունը գործում ձեր գործերը, ձեր կտավները։ Իմ արվեստի սիրահարները այն մարդիկ են, որոնք կարևորում են նկարի միտքը, գաղափարը, արվեստը դիտում են որպես թերապիա եւ կենցաղային թոհուբոհից կտրվելու լավագույն միջոց։
Երկրորդ, երրորդ արդեն ցուցահանդեսները, ցուցադրությունները ձեր գործերի արդեն դրսում էին, հա, ինչպես ընդունեց Հայաստանի, հա, արվեստը ընկալող ու սիրող մարդը եւ դրսում փաստորեն Հորդանանում անհատական ցուցահանդես եք ունեցել 2018-ին, նաեւ Կանադայում եք մասնակցել արդեն ավելի այսպես միասին, հա, ընդհանուր ցուցադրությանը։ Լիլի ջան, կարծում եմ իմ արվեստը խոսում է աշխարհի բոլոր լեզուներով, քանի որ արվեստից մեջ դրված են համամարտկային արժեքներ։ Մենք բոլորս ունենք նույն էմոցիաները։ Իսկ իմ արվեստը փոխանցում է վերերկրային էմոցիաներ։ Վերերկրային բառը շատ եմ լսում կապված արվեստից հետ եւ այսօր օգտագործեցի, կարծում եմ արդարացված կերպով։ Ես գիտեմ, որ առաջին նկարից շատ դժվար եք բաժանվել, Նաս։ Առաջին վաճառված աշխատանքը։ Այո, նկարներից վերաբերում եմ ինչպես իմ երեխաներին, մի փոքր սեփականատիրաբար։ Այո։ Եվ երբ առաջին ձեռքբերումը եղավ, այսինքն Միացյալ Նահանգներից մի կին, նկարչուհի միջայլոց, ինձ հաղորդագրություն ուղարկեց, որ երբ առաջին անգամ ձեր նկարը տեսա, նման մի խաղաղություն ապրեցի, որ երբևէ չեմ ապրել։ Ես պիտի ձեռք բերեմ ձեր նկարը եւ ամեն օր նայեմ ու հիանամ։ Դե իհարկե առաջին ռեակցիաս ուրախալի էր։ Ու երբ արդեն փաթեթավորում էինք նկարը, որ ուղարկենք ամուսինս, շատ իհարկե նաև ոգևորված, որ վաճառվել է առաջին նկարը, զգացի մեծ տխրություն եմ ապրում։ Խնդրեցի, ասեցի, կփոխանցես նկարը մի պահ, փոխանցեց, գրկեցի ու ասեցի, ես քեզ շատ կկարոտեմ, ամուսինը զարմացած նայեց ինձ եւ իսկապես առաջին բաժանումը շատ բարդ էր։ Սակայն միայն առաջինը, դրանից հետո սկսեցի բաց թողնել, սովորեցի բաց թողնել եւ հպարտանալ ու հիանալ, որ մարդիկ իմ հոգու մի մասնիկը ուզում են իրենց տանը ունենալ, նայել, խաղաղվել։ Ես միշտ կարծում եմ, որ նկարիչների այդ իրենց տեսակի, ներսում եղած էներգիան միշտ արտացոլվում է։ Ինչ որ գույնի երանգի մեջ, մի գծի մեջ, վրձնի մի հարվածում, այսպես գուցե մի փոքր տեղ, բայց անպայման այդ էներգիան կա։ Կարծում եք, որ իսկապես էներգիան կարևոր է, որով ստեղծվում է այդ կտավը, որը դու արդեն պիտի բերես այն միջավայր, որտեղ իր հետ արդեն երկխոսության մեջ ես մտնելու։ Լիլի ջան, շնորհակալ եմ հրաշալի բնորոշման համար։ Էներգիա հավասար է կյանք։ Եթե չկա էներգիա, չկա կյանք, եթե չկա կյանք, չկա արվեստ։ Այսինքն էներգիան փիլիսոփայական բարձրագույն կատեգորիա լինելով հիմքն է ամբողջ բոլոր հիմքերի։ Միայն էներգիան են կարևորում։ Ամեն բան երկրորդական է, ծնվում է էներգիայից։ Նաս, ձեր ներսում եղածը մարդկա տեսնում է հրաշքը պատկերում է, կարողանում է պատկերել։ Դուք այդ ձեր ներսի հրաշքն եք նաև պատկերում, որովհետև քաղաքային տեսարանները, բնապատկերները, շատ բաներ ստեղծվել են ձեր ներսում։ Արվեստս ամբողջությամբ հիմնված է ներաշխարհիս վրա։ Այո։ Եվ երբ զարկ եմ տալիս երևակայությանս, նկատել եմ, որ այն հոսող ջրի նման մաքրվում է։ Դառնում պարզ, զուլալ, նկարները շատ պարզ են, բայց կա զուլալ մաքուր տիեզերական էներգիա, որը հորդում է եւ եթե ոչ ֆիզիկական ոլորտով, ապա քվանտային դաշտով հաստատ փոխանցվում է այն մարդկանց, որոնք նայում են նկարներս։ Նշեցիք, որ հրաշալի ընտանիք ունեք, ես գիտեմ, որ հրաշք բալիկներ ունեք եւ կարողանում եք ամեն ինչ հասցնել։ Ինչպես է հնարավոր, հա, առօրյայում այդքան պրագմատիկ է ապրել եւ միևնույն ժամանակ հոգեվոր հատվածն այսքան մաքուր պահել։ Ունեմ երկու աղջիկ։ Աղջիկներս շատ են սիրում ստեղծագործել, բայց քանի որ ապրում են Կանադայում, նաև սպորտից զերծ չենք մնում, զբաղվում են լողով, գեղասահքով, մեծ աղջիկս մեծ հետաքրքրություն ունի պարերի բեմադրման մեջ, հելունագործությամբ է զբաղվում, գործել է մի շարք խաղալիքներ, փոքր աղջիկս դասական երգեցողության մեջ է, իրեն շատ լավ զգում, նվագել ենք սովորում
միասին եւ գուցե կարողանում եմ ամեն բան հասցնել այն հիմքով, որ սիրով ու համակարգվածությամբ եմ մոտենում։ Համակարգում եմ օրս, կարևորելով ամեն օրը, կարևորելով ներկա պահը։ Որտեղից եք էներգիա ստանում, փաստորեն սպորտով զբաղվում եք նաև դուք։ Առողջ մարմնում, առողջ հոգի բանաձևով։ Օրը սկսվում է լողով, այնուհետև քաշային պարապմունքներ, քանի որ ֆիզիկական մասը մեր տունն է։ Եթե տունը չկոփես, չամրացնես, այն քեզ չի կարող պաշտպանել, չի կարող ծառայել։ Ֆիզիկական մասի շատ լուրջ եմ վերաբերում։ Այո։ Եվ նաև սնվում եմ առողջ, ունեմ ազատ ժամանակ, քայլում եմ շատ։ Նաև գիտեմ, որ ճամփորդել եք սիրում։ Ճամփորդել եմ սիրում եւ նաև շատ եմ կարևորում ճամփորդելը։ Երեխաներիս միշտ ասում եմ. փորձեք շատ ճանաչել աշխարհը։ Փորձեք շատ երկրներում լինել։ Քանի որ միայն ճանապարհորդելիս ես հասկանում, որ բնությունը գեղեցիկ է իր բոլոր դրսևորումներով, որ բնությունը հրաշալի է բոլոր երկրներում, որ բոլոր լեզուներն ու մշակույթները հիասքանչ են, ավելի մարդասեր ես դառնում։ Այդ իսկ պատճառով միշտ տարին գոնե 2 անգամ մենք լինում ենք տարբեր երկրներում, ուսումնասիրում տարբեր տեսակի մշակույթներ, ինչու՞ չէ համեղ ուտելիք։ Մենք ապրում ենք հայելային իրականության մեջ։ Երբ հաշտ ու խաղաղ ես մտքերիդ հետ, կյանքդ էլ է հաշտ ու խաղաղ։ Եվ մենք կփորձենք, կլինենք գեղեցիկի ծառան, մեր կյանքներ կգեղեցկանա, հավատացեք, ուղիղ համեմատական են իրար։ Այսինքն մենք հաճախ հակառակ կողմից ենք գալիս, Նազ։ Դա էլ է ճշմարիտ, եթե մենք մեզ նայում ենք որպես ֆիզիկական գոյեր։ Բայց երբ մենք մի քայլ առաջ ենք գնում եւ հասկանում, որ մենք ֆիզիկական գոյեր ենք միայն ֆիզիկական աշխարհում, մենք այլ աշխարհներում աստվածային էակներ ենք։ Այսինքն հետևանքներն ենք վերացնում, չէ՞։ Պատճառը անտեսելով։ Այո։ Մեր մտքերի արդյունքն է մեր աշխարհը։ Նազ երբեք եկել եւ ինքնուրույն եք եկել այս մտածողությանը, երբեք կարողացել սրանք որպես սկզբունքներ ձեզ համար դարձնել։ Շատ եմ փնտրել, ով եմ, ինչու, խաղաղ չէի։ Մինչև չհասկացա ինչու եմ այստեղ, ինչ պիտի անեմ, չխաղաղվեցի։ Երևի թե հենց այն անհանգստությունը բերեց ինձ դեպի ամենագեղեցիկը։ Պայքարի ընթացքում չէ, որ մենք ծիածան ունենում ենք միայն անձրևից ու ամպրոպից հետո։ Մենք էլ միկրոկոսմ ենք, մակրոկոսմի մի մասը, եւ այդ սկզբունքով հասա ամենագեղեցիկին, գեղարվեստին, հարմոնիային իմ կյանքում։ Եվ երբ հասկացա, որ մտքերս պետք է կարգավորեմ։ Իսկ դա հավատացեք հեշտ չի։ Շատ բարդ է։ Եվ ամենօրյա պայքար։ Ինքդ քո հետ։ Նազ, դուք շատ լավ ծանոթ եք եւ գիտեմ, որ մշտական կապի մեջ եք նաեւ կանանց հենց այստեղ Հայաստանում։ Կարծում եք, որ Հայաստանում մեր հիմնական խնդիր, մենք միշտ նշում ենք, որ կանայք մոտիվացիայի պակաս ունեն, բայց շատ հետաքրքիր բան նշեցիք, հիմա ես մտածում եմ, գուցե մենք հենց սրա պակասը շատ է Հայաստանում, երբ այդպես ժամանակ կամ չեն ունենում իրենց հասկանալու, որ իրենց ներսում է խնդիրը։ Երբ կինը հասկանա իր ուժը, բնությունը օժտել է մեզ զգացիմացության բարձրագույն ուժով եւ անդրադառնա իր ներաշխար, կարծում եմ բոլոր խնդիրները արտաքին աշխարհում կլուծվեն։ Ձեր նկարների, ձեր գործերի նման մեծ խաղաղություն բերում է նաեւ ձեր խոսքը, Նազ։ Երևի ձեզ շատ են ասում այդ մասին։ Շնորհակալ եմ, Լիլիթ ջան։ Մենք բոլորս լույսի ծառաներ ենք։ Ես ծառայում եմ լույսին։ Իսկ ինչպես է ծառայում լույսին, լույսը շատացնելով։ Ինչքան բողոքում ենք, բողոքող հատվածին էներգիա ենք տալիս։ Իսկ ինչքան լույս ենք տարածում, լույսին ենք էներգիա տալիս։ Եկեք լույսը տեսնենք։ Միշտ առաջարկում եմ, թողեք բողոքները, պայքարը թողեք, կառուցեք։ Պետք է կառուցել այդ լույսի բուրգը,
Եվ մենք իզորու ենք կառուցել այդ բուրգը։ Այն ճշմարտությունները, որ բացահայտում եք ձեզ համար, սիրում եք հստակ քայլերով գնալ դեպի հենց այդ ճշմարտությունը։ Ուրիշ ուղի չունեմ, ես այլ կերպ չեմ կարող ապրել։ Սա ինձ ամպրեցնում կյանք է տալիս։ Միակ բանաձևը, որին ես հետևում եմ, արարելն է։ Այո։ Արարել որպես կին, որպես մայր, որպես նկարչուհի, իրավագետ։ Մեր մեջ մենք կոդավորված ենք, Լիլիթ ջան։ Այո։ Եվ շատ են ասում նկարներս, ովքեր որ ուսումնասիրում են, ասում են մեր աստվածային մասն է զարթնացնում։ Միայն խաղաղվելը չի, ոգեշնչվում են։ Շատ նկարիչներ ոգեշնչվում են իմ նկարներից, այնքան եմ ուրախանում, հպարտանում, նրանց նորանոր գործերով եւ տեսնում եմ փոփոխությունը դեպի ոգեղենը, դեպի գեղեցիկը։ Շատ լավ է, հմուտ արտանկարիչներ են, բայց մեզ տրված է մի քայլ առաջ գնալու կարողություն, արարելու, այնինչ որ չկա, գոյություն չունի, մենք արարիչներ ենք։ Բայց այդ գույները չէ, երանգներն եմ ուզում հասկանալ, դուք նշեցիք, որ տարբեր անհամատեղելին համատեղում եք, հա, նյութերի, ակրիլը, գուաշը եւ յուղաներ կա, այսինքն այստեղ անհամատեղելին համատեղում եք, բայց ես հասկանում եմ, որ երանգները նաեւ տպավորություն է, որ դրանք բնության մեջ էլ գոյություն նույնիսկ չունեցող գույներ ու երանգներ եք դուք ստանում։ Նախորդիվ շեշտեցի, որ երևակայական աշխարհս եմ նկարում եւ այո, ֆիզիկական 3D աշխարհում գուցե չկան այդ գույները, բայց քանի որ աշխարհին նայում եմ հոգուս աչքերով, այնքան պարզ են այնտեղ այդ գույները, ստվերներ չկան եւ դեռ էլ ավելի վառ են, քան ֆիզիկական արտապատկերմամբ։ Ես տեսնում եմ, ապրում եմ ողջ այդ գույները։ Շատ լավ ձևակերպեցիք, ստվերներ չկան։ Բայց երբ դուք նայում եք այդ ձեր որոշ ժամանակ առաջ արված գործերին, զգում եք այն հոգեվիճակը, որում եղել եք արարելիս։ Այո, եւ աճը ակնհայտ է։ Ակնհայտ է, ահա։ Եվ ամեն լավ բան դեռ առջևում է։ Կհամեմատեմ երևի թե սերմի հետ։ Սկզբում սերմը, բողբոջ, ծաղիկ, պտուղ։ Կարծում եմ արդեն հասել եմ պտուղին։ Այսինքն նկարներս ունեն միտք, ունեն ուղղություն, էներգետիկա։ Ես սիրով լավագույնս տալիս եմ իմ մեծագույն սիրուն գեղանկարչությանը։ Ինձ իրականում շատ հաճելի էր, ես ուզում եմ, որ ձեր այդ անսպառ էներգիան իրականում միշտ կարողանա աշխարհում դրականը ավելացնել եւ հնարավորություն տա ձեզ ամեն ինչ հասցնել եւ այսքան լուսավոր, գեղեցիկ ու հմայիչ լինեք, ինչպես այս պահին։ Շնորհակալ եմ բովանդակային զրույցի համար, Լիլիթ ջան։ Երբ փոքր էի, երևի թե նույնիսկ չէի կարող երազել, որ մի օր մենք միասին հարցազրույց կունենանք, բայց տեսեք, երազանքներից են կողմել աշխարհներ կան։ Եվ այս արտահայտությունը եւս մի անգամ արեցի Երևանում, երբ դասական ստեղծագործություններիցս մեկը Մայստրո Երկանյանը, Տաղարան համույթի ղեկավարը մշակել էր եւ Տաղարան համույթը կատարեց եւ ես ներկա էի այդ համերգին, ասացի Մայստրո ջան, երազանքներից այն կողմ աշխարհներ կան, որոնց մասին մենք նույնիսկ չենք կարող պատկերացում ունենալ։ Եվ այսօրվա մեր զրույցը կարծես հեքիաթային լինի, Լիլիթ ջան։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ, Լիլիթ ջան, բարին բոլորիս հետ, լավ լինենք։ Սիրելի հետևորդներ, ամեն անգամ, երբ հնարավորություն եմ ունենում իրականում տեսնել ներսում արվեստը կրող մարդու, ով կարողանում է աշխարհում ինչ-որ բան փոխել, ինձ թվում է, որ որևէ սահման, ժամանակային տարածություն եւ այլն սրանք իրականում գոյություն չունեն։ Արվեստի ուժը իսկապես բոլոր ժամանակներում է սա հաստատված, սա անկասելի է։ Սա մի բան է, որը կախված չէ որևէ բանից, ժամանակի ու տարածության որևէ կանոնի չի պատկանում։ Մենք շատ հաճախ ուղղակի արագության է ժամանակում այդ հերթում ենք տեսնում ենք ինչ-որ լուրեր, հետևում ենք իրադարձությունների եւ չենք հասկանում, որ մենք իրականում բացառիկ հնարավորություն ունենք լինել ժամանակակիցը հրաշալի
գլուխ գործոցներ ստեղծող արվեստագետների։ Այսօր մենք զրուցում ենք Նաստ Հորոյանի հետ, նկարչուհի, առաջին մասնագիտությամբ երաժիշտ, նաև վոկալիստ, երկրորդ մասնագիտությամբ իրավագետ, այս պահին ապրում է Կանադայում եւ որպես նկարչուհի բացահայտել է իրեն եւ կարծում եմ շատ շատերի համար բացահայտել է այս աշխարհը եւ այն աշխարհը, որն ինքն ասում է երևակայական, բայց սա հոգեվոր հետաքրքիր ու տարբերվող մի հարթություն է, որտեղ որ մարդիկ կարողանում են գտնել այն ներդաշնակությունն ու խաղաղությունը, որը իրենց հնարավորություն է տալիս ապրել յուրաքանչյուր պահը ըստ ամենայնի, ապրել երջանկության զգացողություն ունենալով, հասկանալով, որ գիտեք, այս պահը պետք է ուղակի վայելել, որովհետև այն Աստծո պարգև է, եւ դրանից բողոքելը, ինչ որ բանից գոհ չլինելը, ինչ որ առումով հակասում է այս աշխարհի հոգևոր, նաև մեր աշխարհի հոգևոր մեր ներսի կանոններին։ Մենք զրուցում էինք նկարչուհի Նաստ Հորոյանի հետ։ Ես կարծում եմ, որ աշխատանքներին ծանոթանալու համար հնարավոր է իհարկե համացանցում տեսնել, գտնել։ Ես վստահ եմ, որ շուտով մենք հնարավորություն կունենանք խոսել նաև ցուցահանդեսի մասին։ Ես այս պահին ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ ուզում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը այսօրվա զրույցից հետո կարողանա այդ էներգիան ստանա Նաստ Հորոյանի նկարներից եւ մյուս կողմից իր խոսքից։ Ոգևորություն, որ ինչպես նշեց, երազանքները գնալու ճանապարհը պարզ է, պետք է ուղղակի քայլերը գծել, իսկ երազանքներից այն կողմ, ինչպես նշեց Նազը, իսկապես աշխարհներ կան։ Աշխարհներ, որտեղ մենք կարող ենք անհնարինը նաեւ համարել հնարավոր։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։